Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անդրանիկ Սիմոնյանը իր ցուցմունքը տալիս է ցուցմունքը որոշակի դերակցությունները ներկայացնում, շրջապատում է նաև Մարինա Պողոսյանին։ Մինչ այդ նաև հրապարակվել էր նրա ցուցմունքը։ Եթե ես ճիշտ եմ հիշում, նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի ժամանակ էլի Մարինա Պողոսյանը անհասկանալի շարքվել է։ Գործի նյութերում կա Մարինա Պողոսյանին հարցաքննելու արձանագրություն։ Ամեն դեպքում որոշակի գործողություններ ինչ-որ կատարվել են, հետո նախաքննական մարմինը գտել է, որ դա սույն մեղադրանքի հետ կապված երևի նշանակություն չունի, Մարինա Պողոսյանը չի դատակոչվել, բայց դատան նաև հետազոտվել են ներգաղապացույցներ, ինչի համար ասում, դուք հիմա Մարինա Պողոսյանին միշտում եք դատանը, որպեսզի հարցաքննի, որ տեսնենք Անդրանիկ Սիմոնյանը, որ ասում է Ռուբեն Վարդազարյանը ասել է, որ Մարինա Պողոսյանը նրանց անունը չի դառնանք, այդ հանգամանք ստուգենք։ Մենք 3-4 հանգամանք ենք ուզում ստուգենք։ Առաջինը Անդրանիկ Սիմոնյանը հստակ ասել է Մարինա Պողոսյանին չեմ հանդիպել, ուզում հասկանալ հանդիպել են, թե չէ հանդիպել։ Կարևոր հանգամանք է, որովհետև ես ինքն ունեմ որպես պաշտպան չվստահեմ որևէ մեկին, ով խոսում է այստեղ։ Եվ ստուգեմ եւ վերստուգեմ եւ ապացուցեմ դրա հակառակը։ Երկրորդը Ռուբեն Վարդազարյանը, քանի դեռ Անդրանիկ Սիմոնյանը չէր հարցաքննվել, որպես պաշտպան որևէ գործողություն անելու անհրաժեշտություն ընդհանրապես չկար, որտեղ գործ չկար։ Այսինքն քանի դեռ Անդրանիկ Սիմոնյանը չէր հարցաքննվել, որևէ ապացույց չկար, որը որևէ ձեզ կարելի համարել թույլատրելի ինչ-որ մի սահմանով, որպեսզի ինչ-որ մեղավորության հաս քննարկել։ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննությունից հետո էլ չկար, որովհետև ապօրինի ապացույցը եւ ձեզ միջնորդելու է այդ գազդան դրա, որ այդ ցուցմունքը համի, որովհետև ակնհայտ ոչ իրավաչափ եղանակով ստացված ցուցմունք է եւ չի կարող մեղադրանքի հիմքում դրվել, բայց կա հիմա օբյեկտիվի միջնորդությունից ես չգիտեմ դուք ինչ եք անդրադառնալու ձեր դատական ակտով, հետեւաբար ես ասում, քանի որ այդ միջնորդությունը կա, ես բովանդակային երեք ցույց տամ ինչ ա եղել, կամ ինչ-որ բան եղել է, թե չի եղել, որովհետև այդտեղ Մարինա Պողոսյանի ցուցմունքները նաև էական կարան լինեն, ով է գնալու, հաստատան գնալու, չի գնալու, որտեղից կարար Ռուբեն Վարդազարյանն երիտասարդին խոսել է իմանալ կամ չիմանալ, ինչ հանգամանքներից ուշ կարար կառուցվել, ընդհանրապես որ խոսել են ինչ են քննարկել, Մարինա Պողոսյանը ինչ է քննարկել, արդյոք ահագի հարցը Մարինա Պողոսյանը քննարկել է դատական իշխանության հետ այդ նշված հանդիպման ժամանակ, ինչ է, արդյոք այդտեղ որևէ իրավապաշտպանական խնդիր կար թե չկար, ինչ հետաքրքրություն կար արել կամ չներում, բազմաթիվ այլ հարցեր, որից հետո Ռուբեն Վարդազարյանի ցուցմունքում դրանց անդրադարձ կկատարենք, այսինքն ես այդ փաստաթղթերը որ ներկայացրեցի, նույնպես ուզում եմ որպես ապացույց հետազոտվի, որպեսզի Մարինա Պողոսյանին ես կարողանամ դրանից հարցեր տամ, ու ապացույց նյութ էական չի ինձ համար, էլի ամեն ինչ կդնենք, բայց ես կարողանամ դրանց հղում եւ հարցեր տամ Մարինա Պողոսյանին, եւ Մարինա Պողոսյանը ըստ էության ակնկալում եմ, որ չեմ անում, չէ՞ հարցաքննում չեմ անում, բայց հաստատելու է, որ ինքն Անդրանիկ Սիմոնյանի հետ հանդիպել է ոչ մեկ անգամ, կամ հաստատելու է, որ չեն հանդիպել։ Հիմա դա ինչ կլինի չգիտեմ, եւ երկրորդ խնդիրը, որը ինձ համար անհրաժեշտ է, ինչ է ինքը քննարկել եւ Ռուբեն Վարդազարյանը այն դեր հարցադրման հետ կապված, որ նորմալ դատ է կամ նորմալ մի դատ է կամ բանը խափանման միջոցի այլևս կիրառեք կամ այլ բաներ կիրառեք, դրանք ընդհանրապես ինչ կոնտեքստում կարող է ասված լինեին։ Անդրանիկ Սիմոնյանը դրա մասին ինչ տեղեկություն կարող է իմանալ եւ սա ինչպես կարող է գնահատվել օրինակ ապարատության իրականացման միջամտություն, թե չէ դիտարկվել որպես միջամտություն։ Որից հետո կրկնում եմ Ռուբեն Վարդազարյանը ցանկություն ունի նույնպես ուսումնք տալու, որի շրջանակներում ինքը արդեն հարցին պատասխանի կամ չպատասխանի արդեն ինքնուրույն, բայց դրա շրջանակներում արդեն հնարավոր կլինի համադրել կամ չհամադրել, գտնել հակասություններ կամ չգտնել հակասություններ այդ բոլորի միջև։ Այլ մի հարց եմ ձեզ։ Անդրանիկ Սիմոնյանի կողմից հայտնած այդ ինստա Մարինա Պողոսյանի մասով, դրանից ամոն դառնալ, չդառնալու, որ խոսակցության ժամանակ նման բան է ասվել, դա Մարինա Պողոսյանի հետ հնարավոր հանդիպել չհանդիպելու Անդրանիկ Սիմոնյանի կողմից Մարինա Պողոսյանի հետ կամ Մարինա Պողոսյանի կողմից Անդրանիկ Սիմոնյանի հետ հանդիպել չհանդիպելու մասին ընդհանրապես ինչ շատ կարող է ունենալ եւ հարցաքննության ժամանակ, եթե ես ճիշտ եմ հիշում, նման հարց ուղղվել է այդ հանդիպել չհանդիպել, ինչ կա հիշում եմ, որ նիստերից մեկի ժամանակ է եղել եւ եթե ես ճիշտ եմ հիշում, դահլիճից էլ հեռացրել է։ Այդ չէ, դրանից բացի եմ ես ասում։ Դահլիճից հեռացնելուց բացի եմ ասում, այդ հարգել է դրան։ Եթե մի հատ ապացույցով կհաստատվի, որ երկրորդ կոնսուլտացիան է, կամ
Շտալ տեղեկություն է տվել, հա, սուտասան բարոյի մասով։ Ես ակնհայտորեն ցույց կտամ իր ցուցմունքների հակասությունները ու կասեմ մի վստահեք, այս ցուցմունքին ընդհանրապես։ Եթե կտեսնի, որ չէ, ես իրականում Մարինա Պողոսյանի ոչ հարցաքննելն է, ոչ էլ հնարավորությունն եմ հարցաքննել, որ հնարավորությունն է նա հարցաքննել, կբերի ձեզ կտայի գրավոր արձանագրություն, կասեք, դեպի պաստաբանական արդյունքում արես, ընդունեք, ուզում եք կանչեք, ուզում եք չկանչեք։ Առանց դատարանի օգնության ես այս վկային չեմ կարող վերմա ենթարկեմ, ոչ էլ կարողանամ ապահովում իր հարցաքննությունը։ Հիմա ակնհայտորեն ես հիմք ունեմ ենթադրելու, որ պարզվելով, որ իրար հանդիպել են եւ ոչ մեկ անգամ խոսքը չի գնում դատական դահլիճի նիստերից հեռացնելու։ Իմիջիալը չկարողանք կարապարզվի, որ նրանց ծնունյանն է ճիշտ ասում, ինքն է սուտասան, եթե կփորձենք հասկանանք։ Այս ես բանի ու սխալ տեղեկություն տալիս սուտասան բարոյի սխալ չընկալվի, էլի, սա ոչ թե պիտակավորում եմ, այլ պրոցեսն եմ նկարագրում։